Շնորհակալություն, պարոն Վարդանյան, ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հարգելի նախագահ, հանձնաժողովի հարգելի անդամներ, հարգելի լրագրողներ, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2025 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ազգային ժողով եւ այդ ժամանակվանից ի վեր հրապարակված է նաեւ դատախազության պաշտոնական կայքում։ Հաղորդումը ի թիվս մի շարք ուղղությունների ներառում է պետական եւ համայնքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման ոլորտներում կատարված աշխատանքը, ուսումնասիրությունները, դատարան ներկայացված հայցերը, պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները, հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարը, քրեական վարույթի նկատմամբ հսկողությունից ու դատարանում մեղադրանքի պաշտպանությունից մինչեւ պատիժների եւ հարկադրանքի միջոցների կատարման նկատմամբ հսկողություն, զինվորական ծառայության հետ կապված հանցագործությունների կանխում, բացահայտում ու պատժում, ինչպես նաեւ զինված ուժերի նյութական ապահովության նկատմամբ ոտնձգությունները բացահայտելուն ուղղված պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրություններն ու պատճառված վնասի վերականգնումը։ Հարգելի գործընկերներ, 2024 թվականի ընթացքում համաձայն ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության դեպքերի 1.1%-ով նվազում եւ բացահայտման ցուցանիշի 3.4%-ով աճ։ 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40232 դեպք, հիշեցնեմ 2023 թվականին 40666 դեպքեր, որոնցից 18397-ը, հիշեցնեմ 23 թվականին 20231-ն էր, կատարվել էր Երևանում։ 2023 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ, ինչպես արդեն նշեցի, 1.1%-ով։ 2024 թվականին նվազել են միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների դեպքերը։ Մասնավորապես միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4.6%-ով։ Հիշեցնեմ 2023 թվականին արձանագրվել էր 12848 դեպք, 2024 թվականին 12253 դեպք։ Ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9.8%-ով։ Հիշեցնեմ 23 թվականին 6116 դեպքեր, 2024 թվականին 5518։ Իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1%-ով։ 2023 թվականին 1678 դեպք, 2024 թվականին 2100-ը։ 2024 թվականին 7.6%-ով աճել են դիտավորության պարողջությանը վնաս պատճառելու, 89.5%-ով մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, 11.9%-ով սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, 111.4%-ով թմրամիջոցների մաքսանենգությունները, 9.9%-ով խարդախությունները, 25.1%-ով համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները։ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 7353 դեպք, 2023 թվականին 7138, աճը կազմում է 3%։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների 7353 դեպքից 3007-ը կամ 40.9%-ը արձանագրվել է Երևան քաղաքում, 4346-ը կամ 59.1%-ը մարզերում։ 2024 թվականին արձանագրվել է սպանության դեպքերի աճ 8-ով կամ 14.5%-ով, հիշեցնեմ 23 թվականին 55 դեպքեր, 24 թվականին 63 դեպք։ Երևան քաղաքում սակայն սպանության դեպքերը նվազել են 7-ով կամ 32%-ով։ Սպանության փորձի դեպքերը 23 թվականի համեմատ նվազել են 4-ով կամ 66.2%-ով, 23 թվականին 65 դեպք ունեինք, 24 թվականին 61-ը։ Սպանության նախապատրաստության դեպքերը նվազել են 2-ով, 23 թվականին 4 դեպքեր, 24 թվականին 2-ը։ 24 թվականի ընթացքում 23-ի համեմատությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 149 դեպքով կամ 1.3%-ով նվազում։ 23 թվականին 11420 դեպք, 24 թվականին 11271-ը։ Իսկ Երևան քաղաքում դեպքերը նվազել են 298-ով կամ 4.3%-ով։ 2023 թվականին Երևանում արձանագրվել էր 6980
682 դեպք, 24 թվականին 6684-ը։ 24 թվականին նվազում է արձանագրվել ավազակության 7-ով կամ 9.2%-ով, կողոպուտի 22-ով կամ 14.9%-ով, գողության 478-ով կամ 7%-ով, բնակարանային գողությունների 9-ով կամ 1%-ով, վստահված գույքի հափշտակության 58 կամ 14.1% դեպքերով։ 2024 թվականին թմրամիջոցների հոգեմետ, հոգեներգործուն նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների արձանագրված դեպքերի թիվը 3639 է։ 23 թվականին դեպքերը ավելի շատ էին 5070-ը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է 1431-ով կամ 28.2%-ով։ Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կազմել են 1910-ը, որը 2023 թվականին արձանագրված 2802 դեպքի համեմատ հանդիսանում է 892-ով կամ 31.8%-ով նվազում։ 24 թվականին 23-ի համեմատությամբ արձանագրվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 168 դեպքով կամ 3.6%-ով նվազում։ 23 թվականին 4704 դեպք, 24 թվականին 4536-ը։ 24 թվականին ավարտվել է 38058 քրեական վարույթ։ 23 թվականին 33396 ավարտ է ունեցել նախաքննությունը, 11801-ը, 13179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 23 թվականին 8393-ը, 10115 անձի վերաբերյալ ուղարկված են եղել դատարան, 24 թվականին ավարտվել է 4662-ով կամ 14%-ով ավելի քրեական վարույթ, քան 23 թվականին, որոնցից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3408-ը, այստեղ խնդրեմ ձեր ուշադրությունը, կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ, կարճվել է 1264-ով կամ 5.1%-ով ավելի քրեական վարույթ։ 2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 42.1%-ը քննվել է մինչև 2 ամիս, 21.5%-ը մինչև 4 ամիս, 15%-ը մինչև 6 ամիս, 11.9%-ը մինչև 1 տարի և 9.5%-ը 1 տարուց ավելի ժամկետներով։ Սրանք ավարտված քրեական վարույթների նախաքննական ժամկետներն էին։ 2024 թվականին ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս։ Հիշեցնեմ, 23 թվականին վնասը 34 միլիարդ 300 միլիոն դրամ էր։ Նախաքննական մարմինների կողմից քննված քրեական վարույթներով 2024 թվականի ընթացքում արգելանք է դրվել 2 միլիարդ 658 միլիոն 771 հազար դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում, որ խոսքը 2024 թվականին կատարված արգելադրումների մասին է։ Եթե ձեզ ընդհանուր թիվը կհետաքրքրի, հարց ու պատասխանի ընթացքում կարող ենք անդրադառնալ։ 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ, 10691 անձի վերաբերյալ։ 2023 թվականին 5080 գործ, 5485 անձի վերաբերյալ։ 2022 թվականին 3208 գործ, 3690 անձի վերաբերյալ։ Սրանք դատական ավարտներն էին։ Այսպիսով 2024 թվականի ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին։ Արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի 1.8%-ով։ 2024 թվականին դատարաններում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6 միլիարդ 875 միլիոն 164 հազար դրամ, 23 թվականին 663 միլիոն 495 հազար դրամ։ Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 210 միլիոն 481 հազար դրամ, 2023 թվականին 173 միլիոն 385 հազար դրամ։ 2024 թվականի ընթացքում զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք։ Նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ 11.2%-ով։ Հիշեցնեմ, որ 2023 թվականին արձանագրվել էր 2358 դեպք։
Արձանագրված դեպքերից 762-ը կամ 36.4%-ը եղել են պատահարներ, 1331-ը կամ 63.6%-ը հանցագործություններ, որոնցից 715-ը կամ 53.7%-ը զինվորական, 616-ը կամ 46.3%-ը այլ հանցագործություններ։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների կրկին ձեր ուշադրությունն եմ հրավիրում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք։ Հիշեցնեմ 23 թվականին թիվը կրկնապատիկ էր 54-ը։ Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի եւ կայազորների զինվորական դատախազությունների կողմից 24 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ։ 23 թվականին 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ։ Դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում 24 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ։ Հիշեցնեմ 2023 թվականին վերականգնվել էր դրա ընդամենը կեսը 2 միլիարդ 482 միլիոն 453 հազար դրամ։ Գլխավոր դատախազությունը պետական եւ համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում 2024 թվականին շարունակել է ուսումնասիրությունները եւ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել 435 ուսումնասիրություն, հայտնաբերել 328 իրավախախտում։ Ուսումնասիրությունները ընդգրկել են պետական եւ համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ու քաղաքաշինության ոլորտները։ Հաշվետու եւ նախորդ տարիներին ներկայացված հայցերով 2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է նախնական գնահատմամբ շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ, դա մոտավորապես 7 միլիոն 69 հազար ԱՄՆ դոլար է։ Կազմում շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք։ Այստեղ կրկին ձեր ուշադրությունն եմ հրավիրում, որ խոսքը շուկայական արժեքի մասին չէ, շուկայական արժեքը մի քանի տասնյակ անգամ կարող է գերազանցել իմ կողմից նշված թիվը, խոսքը մոտարկված կադաստրային արժեքի մասին է։ Նշեմ մի քանի գույքեր, որոնց նկատմամբ վերականգնվել է պետության սեփականությունը վերջնական դատական ակտերով եւ այդ գույքերը ամրացվել են Տկեն պետգույքի կառավարման կոմիտեին։ Դա Երևան քաղաքի Կողբացի փողոց 36/3 հասցեում կառուցված համալիրի առաջին եւ երկրորդ հարկերից շուրջ 240 քառակուսի մետր մակերեսով տարածքների սեփականության իրավունքն է եւ այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը։ Սա հայտնի Չայկովսկու դպրոցի կաթսայատան երևի բազմիցս լսած կլինեք տարածքն է։ Նշված տարածքների շուկայական արժեքը կրկին նախնական գնահատմամբ մոտ 1 միլիարդ դրամ է։ Իսկ պետությանը փոխանցվող վարձակալության տարեկան վճարը մոտ 38 միլիոն դրամ։ Նշեմ, որ գույքը ծանրաբեռնված է վարձակալության պայմանագրերով եւ ներկայումս այդ վարձակալության պայմանագրերի կողմ հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը եւ ստանում վարձավճարները։ Բացի այդ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնո աղբյուր թաղամասի թիվ 27 հասցեում գտնվող 0.49 հեկտար մակերեսով եւ նույն թաղամասի թիվ 28 հասցեում գտնվող 0.49 հեկտար մակերեսով շուրջ 9 միլիոն 382 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակության փողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ 24 թվականի մայիսի 8-ին գույքն ամրացվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնո աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող կրկին հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ կես հեկտար մակերեսով 9 միլիոն 338 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ կրկին վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ 24 թվականի դեկտեմբերի 27-ին գույքն ամրացվել է Տկեն պետգույքի կառավարման կոմիտեին։ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արձական բնակավայրի 22 հասցեում գտնվող հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ շուրջ 3 հեկտար մակերեսով 86 միլիոն 625 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ 25 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է Տկեն պետգույքի կառավարման կոմիտեին։
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող 431 միլիոն 915 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 26700 քառակուսի մետր մակերեսով եւ նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող 427 միլիոն 62 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածքնպատակային նշանակությամբ 26400 քառակուսի մետր մակերեսով հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ 25 թվականի փետրվարի 13-ին երկու գույքերն էլ ամրացվել են Պետգույքի կառավարման կոմիտեին։ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ 12400 քառակուսի մետր մակերեսով 730 միլիոն 462 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ կրկին վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ 25 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին։ Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնո աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող կես հեկտար մակերեսի եւ նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 0.49 հեկտար մակերեսի յուրաքանչյուրը շուրջ 9 միլիոն 380 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով կրկին հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ 25 թվականի փետրվարի 13-ին գույքերն ամրացվել են Պետգույքի կառավարման կոմիտեին։ Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնո աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող կրկին հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածքնպատակային նշանակությամբ 2 հեկտար մակերեսով 37 միլիոն 554 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ 25 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին։ Կան մի շարք գույքեր, որոնց նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը։ Դրանք են Կոտայքի մարզի Նայրի Քասախ համայնքի Չարենց փողոցի 13 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակությամբ 0.08 հեկտար մակերեսով 5 միլիոն 474 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Կոտայքի մարզի Նայրի համայնքի սեփականության իրավունքը։ Մերձավան բնակավայրի երկրագործների 9 հասցեում գտնվող ընդհանուր 16 միլիոն 347 հազար դրամ շուկայական մոտարկված կադաստրային արժեքով 63.2 քառակուսի մետր մակերեսով տնտեսական շինության 70.2 քառակուսի մետր մակերեսով ծածկի ու շինության զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.3 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է Արմավիր մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը։ Մերձավան բնակավայրում գտնվող 3 միլիոն դրամ շուկայական արժեքով 0.35 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ կրկին վերականգնվել է Փարաքար համայնքի սեփականության իրավունքը։ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մանիշկա բնակավայրում գտնվող Այստեղ կարող է ձեզ համար տարօրինակ թվալ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 150 հազար դրամ է, բայց առիթն օգտագործելով պարզաբանեմ, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուկայական արժեքը մեր կադաստրի կոմիտեին մոտարկված չի հաշվում եւ մաքուր կադաստրային արժեքն ենք այս դեպքում նշում, դրա համար օրինակ 0.7 հեկտարի պարագայում ընդամենը 150 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեք է, իրական շուկայական արժեքը կրկին մի քանի տասնյակ անգամ ավել է։ Այս հողերի նկատմամբ վերականգնվել է Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը։ Ընդհանուր, եթե ամփոփեմ, 24 թվականին դատախազների կողմից ներկայացված հայցերով Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 211 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ։ Բացի սա, 2024 թվականի ընթացքում դատախազական ակտերի հիման վրա պետությանը եւ համայնքներին են վերադարձվել մի շարք գույքեր։ Դրանք են բազմիցս քննարկված Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Նարեկացի փողոց 3 հասցեում գտնվող 29 միլիոն 82 հազար 580 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը եւ շինությունները հայտնի Գավառի մանկատան այգին եւ դրա վրա ապօրինի կառուցված կառույցը, որը փոխանցվել է
Պետգույքի կառավարման կոմիտեին եւ հետագայում տրամադրվել է օգտագործման իրավունքով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։ Իջևան համայնքին է վերադարձվել շուրջ 3 հեկտար մակերեսով 5 հողամաս։ Տավուշի մարզի դատախազությունը պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրելով Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով ձեռք բերված տվյալները հարցումներ է կատարել կադաստրի կոմիտե ու պարզել, որ Տավուշ միջազգային հայրենակցական միությանը Տավուշի մարզում անհատույց տրամադրվել են 5 հողատարածքներ, որոնք չեն օգտագործվում իրենց նպատակային նշանակությամբ։ Դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Իջևան համայնքին, վերոնշյալ հողամասերը համայնքի օգտագործմանը վերադարձնելու նպատակով։ Իջևան համայնքի իրավասու մարմինների կողմից դատախազի գրության հիման վրա ձեռնարկված գործողությունների արդյունքում Իջևան համայնքին են վերադարձվել ընդհանուր 3.18 հեկտար մակերեսով 5 հողամաս։ Արադ համայնքին են վերադարձվել Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական եւ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքեր։ Շիրազի փողոցում գտնվող շուրջ 55.5 միլիոն դրամ արժեքով եւ ամսական 115,000 դրամ վարձավճարով վարձակալության հանձնված 0.37 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողատարածքը եւ դրանով ծանրաբեռնված 1211.7 քառակուսի մետր մակերեսով պահեստները։ Շիրազի փողոցում գտնվող 759,000 դրամ արժեքով 0.06 հեկտար մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման տարածքը։ Շիրազի փողոցում գտնվող շուրջ 22 միլիոն դրամ արժեքով ամսական 445,000 դրամ վարձավճարով վարձակալության հանձնված 0.09 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողատարածքը եւ դրանով ծանրաբեռնված 416.6 քառակուսի մետր մակերեսով նախկին գոլտնտեսության շենքը։ Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 19-ին հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնական լիազորությունների չարաշահման, պաշտոնական կեղծիքի վատնման եւ փողերի լվացման փաստերով քննվող քրեական վարույթի շրջանակում միջնորդագիր է հասցեագրել Արարատի մարզի Արարատ համայնքի ավականուն Ավշար բնակավայրի Շիրազի փողոցում գտնվող վերոնշյալ 3 անշարժ գույքերը օտարելու վերաբերյալ 2001 թվականի փետրվարի 25-ի, 2005 թվականի օգոստոսի 23-ի եւ 2007 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով։ Ընդհանուր եթե ամփոփեմ 24 թվականի ընթացքում դատախազական ակտերի հիման վրա պետությանը եւ համայնքներին վերադարձված գույքերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 107 միլիոն 341,000 դրամ։ 2024 թվականի ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատարանը ներկայացվել 44 հայց։ Դատարանի կողմից վարույթ ընդունված հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը 96 միլիարդ 961 միլիոն 344,000 դրամ է։ Բռնագանձման է ենթակա նաև 346 անշարժ, 71 շարժական գույք, ինչպես նաև 85 իրավաբանական անձում մասնակցություն։ Այստեղ կրկին ձեր ուշադրությունն եմ հրավիրում, որ արգելադրված գույքերի եւ իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գնահատման փուլում է գտնվում, այսինքն հայցագինը մի քանի անգամ կարող է ավելանալ։ 24 թվականի ընթացքում գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 4 համաձայնություն։ Հիշեցնեմ, նույնքան համաձայնություններ կնքվել էին անցած տարի, որոնցից մեկով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևան քաղաքում գտնվող մեկ անշարժ գույք, շուկայական արժեքը 2 միլիարդ 18 միլիոն 400,000 դրամ է։ Իսկ մյուս 3 հաշտության համաձայնություններով փոխանցման է ենթակա ընդհանուր 858 միլիոն 972,000 դրամ, որից 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ փոխանցվել է 515 միլիոն դրամը։ Հիշեցնեմ, որ 23 թվականի հաշտության 4 համաձայնությունների կնքման արդյունքում Հայաստանի Հանրապետությանն էր փոխանցվել 6 անշարժ, 1 շարժական գույք, որոնց ընդհանուր շուկայական արժեքը կազմում էր 2 միլիարդ 102 միլիոն դրամ, իսկ փոխանցված դրամական միջոցները ընդհանուր 80 միլիոն դրամ էին։ 2024 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ 1 վճիռ։ Վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակավայրի եւ Կոտայքի մարզի Առինչ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ։ Գույքերը 25 թվականի ապրիլի 10-ին ամրացվել են Պետգույքի կառավարման կոմիտեին։ Բռնագանձման ենթակա 50.720 եվրոին համարժեք դրամը եւ 878,000 դրամը արդեն փոխանցված են վերականգնված միջոցների միասնական հաշվին, հիմա կարճ կպարզաբանեմ նաեւ սա ինչ հաշվի համար է, իսկ մնացած 55.8 միլիոն դրամի բռնագանձման նպատակով հակակոռուպցիոն դատարանից ստացված կատարողական թերթը ուղարկվել է հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում 21 թվականից մինչ օրս
Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող շուրջ 150 հայցադիմումներով արգելանք է դրված 1496 անշարժ գույքի, 288 շարժական գույքի, 391 իրավաբանական անձում մասնակցության իրավունքի, 536 միլիարդ 190 միլիոն 782 հազար դրամի վրա։ Արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը նույնպես գնահատման փուլում է գտնվում։ 147 հայցադիմումներով ընդհանուր հայցագինը 608 միլիարդ 505 միլիոն 330 հազար դրամ է։ Հիշեցնեմ և անդրադառնալով նաև այդ վերականգնված միջոցների միասնական հաշվին, դες հիշեցնեմ, որ 24 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ է այդ հաշվեհամարը ստեղծվել, կառավարության որոշման մասին է խոսքը, 2022 թվականից աշխատանքներն իրականացվում են և վերջնական միասնական դիրքորոշումը հաջողվեց ամփոփել 24 թվականի վերջին։ Քրեական վարույթներով պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցները վճարվելու են ֆինանսական նախարարության կողմից կառավարվող վերականգնված միջոցների միասնական հաշվին։ Հանրային հաշվետվողականության նկատառումներից ելնելով գլխավոր դատախազության կողմից կիսամյակային պարբերությամբ տեղեկատվություն է հրապարակվելու քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք արգելադրված դրամի վերաբերյալ ըստ նախաքննական մարմինների տարբերակման։ Ենթադրում եմ իմ ժամանակն արդեն սպառվում է, ամփոփելով նշեմ, որ 2024 թվականի ընթացքում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով, դատարանում ավարտված քրեական վարույթներով, պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 134 միլիոն 729 հազար ամերիկյան դոլարին համարժեք 52 միլիարդ 636 միլիոն դրամի գույք և դրամական միջոց, զուտ համեմատելու համար հիշեցնեմ, որ 23 թվականին 113 միլիոն 386 հազար ամերիկյան դոլարին համարժեք 44 միլիարդ 298 միլիոն դրամի գույք և դրամական միջոցներ էին վերականգնվել։ Հարգելի գործընկերներ, դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, ինչպես նշեցի, հրապարակվել էր մոտ 1 ամիս առաջ և այս ընթացքում տարբեր գործընկերների, տեսաբան և պրակտիկ իրավաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների կողմից ազդակներ ենք ստանում, որ հաղորդման մեջ ներառված տեղեկություններն իրենք օգտագործում են որպես ուսումնասիրության աղբյուր։ Եթե նկատել եք, մենք այս տարի հաղորդման ձևաչափն ենք փոխել, հաշվի ենք առել նախկինում մեզ ուղղված թե հաղորդումների ներկայացման ժամանակ հարցադրումները, թե հետո գրավոր ընթացակարգով ձեր կողմից ստացված հարցադրումները և փորձել ենք ավելի շատ վերլուծված և ավելի շատ փաստահեն տվյալներ ներկայացնել և ավելի մատչելի դարձնել տեղեկատվությունը ընթերցանության համար, իհարկե այն ծավալուն է, 180 էջը գերազանցում է, բայց յուրաքանչյուր պարբերություն պարունակում է անհրաժեշտ ինֆորմացիան և չկա հարակից, այսպես ասած, ուշադրությունը շեղող տեղեկատվություն և ամփոփելով խոսքս կցանկանամ շնորհակալություն հայտնել ուշադրության համար և շնորհակալություն հայտնել նաև իրավապահ համակարգի մեր բոլոր գործընկերներին, ում համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել այս արդյունքների արձանագրումը։ Շնորհակալ եմ։